ես կվազեցի, իքևս որի նշել եք, որ միայն ճշմարտություն եք ասել և չեք ասել եք ոչինչ, բացի ճշմարտությունից։ Նշում եք չէ այդ խոսքը։ Իհարկե, իմ առաջ կարող ենք մեր հարցու պատասխանի ժամանակ ասել միայն ճշմարտությունը, ոչ ձեր ենթադրությունը, ոչ ոչ սուտ, ոչ ենթադրություն, ոչ կանխատեսում, նման բաներ կարող եք չասել։ Միայն ճշմարտություն։ Սիրով։ Դուք ի սկզբանե ժխտեցիք, որ ընդհանրապես ցուցմունք եք տվել և նույնիսկ զարմանք հայտնեցիք, որ ձեզ վկա են դարձել։ Հիմա, ի վերջո դուք համոզվեցիք, դուք ցուցմունք տվել եք, թե ոչ։ Թե դեռևս ձեզ մոտ դա կասկածի մակարդակում է։ Քանի որ դեպքը ամբողջությամբ հարակից և դեպքից բխող գործողություններով չեմ հիշում կամ հիշում եմ մշուշոտ, կարծում սա իմ պատասխանն էր։ Իսկ եթե ամբողջ հիշում եմ մշուշոտը որն էր։ Քանի որ դեպքի հետ կապված ես արդեն ասեցի այն ինչ որ ասեցի, կարծում եմ այդտեղ դուք ձեր պատասխանները պետք է որ գտածնեք։ Ձեր հարց ուղիղ եղել եմ քննչական կոմիտեում, թե հարցաքննվել եմ, թե Ես ասեցի, ձեզ մոտ կասկը դուք ժխտեցիք սկզբում, հետո ասեցիք չեմ հիշում, հետո ասեցիք մեկ անգամ եղել եմ գործընկերոջս հարցին, հետո ասեցիք չեմ հիշում կան անգամ եղել, ինքնահակասական պատասխաններ եք հիշեցրել, ես հիմա հարցնում եմ, դուք ի վերջո վերջապես ձեզ համար համոզվեցիք, որ դուք եղել եք ցուցմունք եք քննչական մամուլ, թե ձեզ մոտ դեռ կասկածի մակարդակում, սա է։ Առնվազն, եթե գործի բնույթը և պատվարժան դատարանը թույլ կտա, անկեղծ ասած, ես ցանկություն եմ հայտնում հիմա, սա նաև պատասխան կարող եք գալել, ցանկություն եմ հայտնում հիմա, իմ կողմից տրված ցուցմունքի հետ հերթական անգամ ծանոթանալու, քանի որ դեպքը ամբողջությամբ չեմ հիշում։ Շատ է, այսինքն նաև կասկած կա ձեզ մոտ, ցուցմունք տվել եք թե ոչ։ Տեսեք, ես պատասխանեցի, դուք դրանից բխեցրեցիք և բերեցիք ու կասկածի մակարդակի հասցրեցիք, ես չասեցի կասկած կա, ես ասում ես ուզում եմ ծանոթանալ իմ ցուցմունքի հետ։ Դուք Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին ուչև այդ միջադեպը, կամ միջադեպից հետո ուչև ասում, ճանաչել եք թե երբեք չեք։ Բայց ձեզ, նրանք կարող են ձեր վրա ազդել, օրինակ ստիպել, որպեսզի դուք օրինակ այդ ցուցմունք կամ այդ վարկագիծ դրսևորեք, քան դուք կանեք իբրև քաղաքացի։ Կարող են նրանք այդպիսի ազդեցություն ունենալ ձեզ վրա։ Եթե ինձ եք հարցնում, հա, իհարկե ինձ եք հարցնում, ես պատասխանեմ, որ մարդիկ նախ պետք է հասկանան, հայոյանք եղել է թե չէ։ Եթե եղել է հայոյանք, իսկ ինչ եք կարծում, հայոյանքից հետո չի կարող, նաև հարկադրանք ճնշում եւ այլն, եւ այդպես շարունակել։ Ես չգիտեմ։ Եթե չի եղել հայոյանք, ամենայն անկեղծությամբ ես այս մարդկանց չեմ ճանաչում, իրանց հետ ոչ մի խնդիր չունեմ։ Եթե չի եղել։ Եթե եղել է, դա բնույթ է փոխում։ Ես հարցնում եմ, կարող են ասում ձեզ վրա ազդել, որպեսզի դուք օրինակ ձեր ցուցմունքները փոխեք։ Վախացնեն ձեզ, չգիտեմ, համոզեն, կաշառեն, շահագրգռեն, որ ցուցմունք փոխեք։ Կարող են այդպիսի ազդեցություն ունենալ ձեզ վրա, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ կարող են ունենալ։ Եթե օրենքի դաշտում եւ օրենքի այսպես ուղեծրում ունեն, միանշանակ չեն։ Ես իմ ցուցմունքը ոնց տվել եմ, այդպես էլ կմնա։ Այստեղ շփոթվի չկա։ Ու էլ եմ կրկնում, եթե եղել է հայոյանք, սա իրավիճակ է փոխում, նաև կարող լինի հարկադրանք, եթե չի եղել հայոյանք, ապա ինչի մասին է ողջ խոսակցությունը։ Հարկադրանք ասելով ինչ նկատում եք։ Դե ով հարկադրում։ ով հայոյում։ Եթե հայոյը ձեզ հարկադրի։ Եթե հայոյում է, նշանակում է նաև ինչ-որ խնդիրում չէ, որ հայոյում է։ Ուղղակի չեն հայոյում ինքնանպատակ մարդու։ Նշված միջադեպից բացի Ոսկեհակ գյուղում ինչ միջադեպեր են եղել։ Այդ նախընտրական ժամանակահատվածում։ Իմ քարոզարշավի ընթացքում։ Ձեզ հետ կապված։ Իմ քարոզարշավի ընթացքում, քանի որ համայնքը խոշորացվել էր, ես նախատեսել եմ
բոլոր շրջաններ ու այդպես էլ եղել է, հնարավորինս քիչ այցելել կամ մեկ անգամ այցելելու մեջ տեղավորել, Ոսկեհատում եղել եմ մեկ անգամ, եղել այստեղ։ Այլ միջադեպեր, որպես այդպեսին չեն արձանագրվել։ Այս միջադեպի հետ կապված ձեզ առաջինը ով հայտնեց եւ ելին։ Գառնիկ Ղազարյանը հենց դատական նիստի բացման առաջին հարցին պատասխան ես ասեցի, Գառնիկ Ղազարյանը ժամը գուցե ես սխալվեմ, այդ մի 20 րոպե պլյուս 20 րոպե մինուսի մեջ հաշվի առնելով, բայց օրվա երկրորդ կեսին վստահաբար տեղեկացրեց, որ իրավիճակն այսպիսին է Ոսկեհատ համայնքում։ Ձեր ձեռքին զանգեց եւ պատմեց նրա դեպքի մասին։ Այս պահին, եթե անկեղծ պատմելը միանշանակ պատմեց, իսկ թե իմ ձեռքին զանգեց, թե իմ շուրջ եղած ընկերներից որևէ մեկի ձեռքին զանգեց ու նրա միջոցով փոխանցեց, սա ես անկեղծ չեմ կարող հիշել, բայց որ փոխանցվել է ինձ իր կողմից, դա ընդունեք գիտություն։ Ձեր ցուցմունքով նշել եք, որ ինձ է զանգարել Գառնիկ Ղազարյանը։ Դե բա Գառնիկ Ղազարյանի հետ եմ խոսել։ Ասեք ինձ է զանգարել, իմ ասում չեմ հիշում։ Գառնիկ Ղազարյանի հետ եմ խոսել, իմ համար առարկայական ու կարևորը Գառնիկ Ղազարյանի հետ խոսելն է, թե Գառնիկ Ղազարյանը ում հեռախոսով զանգեց, ինձ զանգեց, թե այլ հեռախոս այդ պահին է խաղը քարոզարշավային շրջանում ինձ բերին տվին, ասին Գառնիկ Ղազարյանը քեզ բան ա ուզում փոխանցել, դա չեմ հիշում, այստեղ կարևորը կարծում եմ հենա որ Գառնիկ Ղազարյանը փոխանցել։ Գառնիկ Ղազարյանը ինչ հարաբերություններ եք ունեցել եւ ինչ հարաբերություններ այժմ։ Գառնիկ Ղազարյանի հետ որպես այդպիսին բարեկամական կապ, չգիտեմ ինչ այդպիսի կապ չի եղել, անգամ իբրև հին եւ պատկառելի տարիք ունեցող էջմիածնեցի, այսպես ասած, ես նրա հետ կապը չեմ ունեցել, գաղափարական է մեր կապը ընդհանրապես հանրային քաղաքական տիրույթում ընդհանուր գաղափարներ ենք կիսում եւ ինչ որ этаպում նաեւ ընդհանուր ճանապարհ ենք անցել։ Հիմա Գառնիկ Ղազարյանը ապրում է իր կյանքով, Կարություն Մկրտչյանն ապրում է իր կյանքով։ Ընդհանուր հանրապետություն կուսակցությունն իր կյանքով։ Այդպիսին է քաղաքականություն։ Դուք նշեցիք հեռախոս եք գրել Գառնիկ Ղազարյանը։ Ինչ մատնիշի հեռախոս է։ Samsung եւ ինչու է։ Samsung կոնկրետ մոդելը չեմ հիշի, որովհետեւ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը փչացել էր, որ ես ունեի ավելնոտ հեռախոս, նոր հեռախոս էր։ Ոչ, օգտագործված հեռախոս էր, մեր տան հեռախոսն է եղել, փոխարինվել է, քանի որ ինքը ընդհանրապես հեռախոս չունի, ես որոշել եմ այդ վարդագույն հեռախոսը այլ փաթեթավորման, որպեսզի վարդագույնը բան չլինի, նվիրել Գառնիկ Ղազարյանին ու սիրով ընդունել այդնվել։ Այդ շտաբի ինչ շտաբ եք բացել, ասում եմ Ոսկեհատ գյուղում։ Նախընտրական Շրջիկ շտաբ։ Շրջիկ շտաբ։ Դա ինչ է նկարագրել այդ շտաբի ինչ է դարձել։ Շտաբը իրենից որպես այդպեսին շատ բան վրան, փոքրիկ վրան, դա վրան կոչելն էլ մի փոքր երևի չափազանցություն կլինի, որովհետև վրանը ամբողջությամբ փակ պետք է լինի։ Սա բաց վրան էր, որտեղ տեղադրված էր սեղան, վրան դրված էր նախընտրական բուկլետներ, քաղցրավենիք, ինչպես անթացել մյուս շրջաններում, մարդիկ երկու հոգի է կցվել այդ վրանին, վրանի մոտ կանգնած շտաբի անդամը բուկլետներ է փոխանցել, շփվել է մարդկանց հետ, գաղափարներն է տարածել, մյուս անդամը հերթակողով պտտվել են շրջանում եւ փորձել են մարդկանց իրազեկել կոնկրետ ժամանակահատվածում ու նախատեսված այցի վերաբերյալ։ Այդ վրանի պահպանման եւ վրան անձանց վաստակության ծախսերը դուք եք օգնացել։ Դա նախընտրական բյուջե է ունեցել հանրապետություն կուսակցությունը եւ նախընտրական բյուջեի տրամաբանության մեջ այդ ամեն ինչը ընթացել է։ Հիմնականում ես պետք է հանուն արդարության ասեմ, որ մեզ հետ քայլող, մեզ հետ շրջող մեր շտաբի աշխատանքներին ներգրավված մարդիկ դա արել են անհատույց առանց որևէ դրամական աջակցություն ակնկալելու եւ դրամական այսպես շարժ իբրև աշխատավարձ, իբրև, չգիտեմ, վերաբերմունք, իբրև նվեր անգամ չի եղել, մեր մոտ եղել է ամեն ինչ գաղափարական հենքի վրա։ Գումարներ չեք վճարել Լիանային եւ Գառնիկի։ Ոչ։ Իսկ կուսակցությունն է։ Կուսակցությունն էլ վստահաբար ոչ։
Որովհետև էլ եմ կրկնում, մեր մոտ ծախսերը հիմնականում եղել են բուկլետային մաս, նախընտրական հոլովակներ, այսպիսի բաների վրա է ծախսել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ թիմի մեջ են եղել, վստահաբար չեն կամ բացակայություն չի առաջվում։ Տեսեք, ակվարիում դատարանների անձի կողմից դրսևորած վարքագիծը դատարանում ճշմարտացի ցուցմունք տալու եւ չտալու։ Նաև կարա ակտերով դառնա նմանատիպ հարցերի արդյունքում։ Հետագայում մեր այս հարցի պատասխանը վստահաբար ոչից հետո մենք որոշակի ես օրինակ հարցեր ենք ունենալու, հենց դրա հետ կապված, որպեսզի դատարանը նախորդիվ անձանց կողմից վկաների կողմից տրված ցուցմունքները հետագայում պետք է համադրի չէ այս վկայի ցուցմունքների հետ, որպեսզի կարողանա եզրահանգման գա։ Ինչքանով են արժանահավատ կոնկրետ վկայի դատարանում տրված ցուցմունքները, որովհետև փոքր դետալներում ենթադրաբար ստող մարդը ենթադրաբար կարա մեծ դետալներում էլ ստել խոսել։ Պարոն Խաչատրյան, ասածս վերաբերում է նրան, որ կոնկրետ քարոզարշավի կազմակերպման շրջանակներում դրան ներգրավված անձանց վճարումներ կատարված լինել չլինելու հարցը թե ձեր ասած այնանա, թե կոնկրետ գործի գալուքի փոխանցումը։ Ես չի առաջ բացահայտել հաջորդի հարցերը, դրա համար չեմ կարող դրանց։ Լիներ առնվազն ներողություն։ Այդ հարցին խնդրում եթե ունեք այլ հարցեր շարունակեք։ Միջադեպի օրը դուք եկաք շրջիկ շտապ։ Ժամը 4-ից հետո էլի այդ պլյուս մինուս 30 րոպեն կարող ենք դիտարկել։ 30-40 րոպե։ Եկավ շտապ։ Եկա ոսկեհատ համակարգ, Ոսկեհատ համակարգի շտապ։ Ինչ մեքենաների կուտակումներ կար։ բազմաթիվ։ Օրինակ։ Ինչ է մատնիչներ է թվարկել։ Օրինակ ինչ մեքենաներ։ Ես չեմ կարծում, որ մատնիչները պետք է հիշեի, որ Եթե հիշում եք, չեմ հիշում մատնիչները։ Դուք եք շտապ, բացահայտողանից եք եկել եք, դա ձեր առաջայցն էր։ Դա մեր առաջին ու վերջին այցն էր։ Առաջին վերջին այցն Այո։ Այդ հատվածը ըստ ձեզ գյուղի բանուկ հատվածն է, թե չէ։ Կենտրոնական հատված։ Կենտրոնական հատվածն է։ Եթե դուք հիմա նշում եք, որ կուտակումներ կար, ինչ գիտեք, որ օրինակ բանուկ հատվածում այդպես միշտ մարտաշատ չեն լինի։ Իսկ ինչ եք հենց վերագրում, որ կուտակումներ կան, այլ ոչ թե դա է բնականում, օրինակ մեքենաների հոսքներ, մարդկանց հոսքներ, չեք նման հետևություն։ Եթե անկեղծորեն չլիներ Գառնիկ Ղազարյանի միջադեպը, մինչև իմ այցելությունը, ես իրավունք էլ չունեի այլ բանի ենթադրել, ես պետք է հենց այդպես էլ ենթադրեի, բայց քանի որ եղել է միջադեպը, դրանից բխում է, որ նաև այդ միջադեպի շարունակությունն է գուցե դա։ Գուցե, Այսինքն ճիշտ հասկացած ես, Ղազարյանի ներկայացած ինֆորմացիայի վրա, որ այդպիսի միջադեպ է եղել, եւ երբ որ դուք եկել եք, ձեզ ասել են, որ մեքենաների կուտակումներ կա, եւ այդ միջադեպից հետո է այդ կուտակումները սկսել։ Ձեզ մոտ նման ենթադրություն է ձևավորել։ Նման համոզմունք է ձևավորել, որ ձեր նկատմամբ նման ճնշումներ են։ Այո, հաշվի առնելով Գառնիկ Ղազարյանի փոխանցած մտքերը ինձ, մինչև դա, այո, որովհետև Գառնիկ Ղազարյանը այնտեղ նաև նշել է, որ մարդիկ սկզբից շատ նորմալ էին վերաբերվում, հետո մեքենաների կուտակումից եւ քաղաքացիների հետ առանձնազրույցներից հետո ոմանց կողմից մարդիկ սկսեցին ուղղակի տեղից հեռանալ։ Տեսեք, եւ դուք նշեցիք ձեր ցուցմունքի սկզբում եւ Գառնիկ Ղազարյանն է ցուցմունքները նշել, որ մինչև այդ միջադեպի օրներ ձեզ այդ գյուղում գրկահաց չեն դուք եք անունից։ Ես այդ գյուղի հետ առնչություն չեմ ունեցել եւ չունեմ։ Եվ բնական չէ, որ ձեզ բնական է, որ կլինեին թե մարդիկ, որ կընդունեին, թե կլինեին մարդիկ, որ չէին ընդունում։ Միանշանակ ասել, որ չեն ընդունում, դա էլ այդպես միանշանակ չի, որովհետեւ ես այդ գյուղից 18 ձայն եմ առնվազն ստացել։ Առնվազն 18 հոգի ինձ ընդունել։ Իսկ քանի հոգի ծառայական
Չեմ կարող ասել։ Բավականին մեծ գյուղ, բավականին մեծ գյուղ։ 2000 եւ ավելի։ Գուցե, չեմ տիրապետում կոնկրետ թվին, բայց բավականին մեծ գյուղ է։ Նորմալ է, որ այդ գյուղում կլինեն եւ սիրողներ, եւ չսիրողներ։ Նորմալ է, որ մարդիկ կարտահայտեն, նաեւ անգամ այդ զգացողությունը սիրում են, չեն սիրում, կիսում են, չեն կիսում, ու հենց այդտեղ է, որ տեսակետների բախում ու բանավեճ կարածավարվի, բայց ոչ հայոյանք։ Ձեր նշած կուտակված մեքենաներից որևէ հակաօրինակական վարկագիծ բազարակել է, թե օրինակ չգիտեմ, հայոյանքներ, մեքենայից ինչ-որ չգիտեմ ինչ է կուտակված, որևէ հակաօրինական վարկագիծ նկատել է, Քանի որ իրավիճակը ես ի սկզբանե գնահատած եմ մտել գյուղ եւ տեղում էլ իրավիճակը կարողացել եմ ճիշտ գնահատել, բանը դրան չի հասել։ Բարձրացավ։ Դուք ավտոերթ եք արել, չէ՞, որոշել եք ավտոերթ անել։ Որոշեցինք, այո, դուրս գալ գյուղով, մեքենաներով պտտվել, խուսափելու համար ավելորդ կոնֆլիկտներից։ Ավտոերթի ժամանակ ոչնչի եղել է, թե ոչ։ Որպես այդպեսին չեմ կարող արձանագրել, ոչ չի եղել։ Լավ։ Իսկ եթե պարզի որ գարնի գազանի ներկայացածը, այդպես ինչպես ներկայացվում է։ Շատ տխուր կլինի։ Դուք այդ դեպքում պատկերացնում եք, որ ձեր հետևությունները հիմնված կլինեն, Որովհետև սխալ փաստական դեպքում։ Դե իմ հետևությունները ինչի վրա հիմնված կլինեն, դա իմ խնդիրն է։ Այ իրավապահ համակարգը ինչ հետևությունների է եզրահանգել, դա իրավապահների խնդիրն է։ Պատվարժան դատարանը ինչպիսի որոշում կկայացնի, դա էլ պատվարժան դատարանի տիրույթում գտնվող խնդիր է։ Իմ տիրույթում գտնվող խնդիրը այնքանով, որ ես ասում եմ, մենք իրար չենք ճանաչել, պարոն Այգր։ Հայոյանքի իմաստը, անկեղծորեն, ես այս մարդու տարիքը նայում եմ ու խոնարհվում եմ իր առաջ, բայց հայոյելու իմաստը կասեք, ինձ այդպես է փոխանցվել, պարոն Զորակյան, ինձ հայոյել է։ Հետո կուտակվել է, ո՞րն է եղել իմաստը, չի կարելի նայեցիք պարոն Ներսիսյանի, Գևորգ Ներսյանի, Գարնի Գազանը, ուսումնքով Գևորգ Ներսյանը տարապես, որևէ խոսք չի ասել ձեր կապված։ Ինչի՞ այդ դեպքում պարոն Ներսիսյանը այստեղ, դա կարծում եմ ինձ ուղղելի կարծիք է։ Այ ասացիք, որ Գարնի Գազարյանը ձեզ ներկայացրել է, որ միջադեպից առաջ ամենից նորմալ էր ընթանում, միջադեպից հետո խնդիրներ առաջացան։ Ի տարբերություն այս ամենի, Լիաննա Ղարաբանյանը դատարանում ցույց տալիս ասել է, որ Գարնի Գազարյանի կողմից շրջիկ շտաբ վերադառնալուց հետո ինքը շարունակել է բնականում աշխատել, մարդկանց եկնել առաջարկել, ոմանք նույնիսկ վերցրել են, այսինքն որևէ խնդիր չի եղել։ Ինչ կարծեք դրա մասին։ Լիաննա ձեզ տեղեկացրել է, որ ընթացքում նորմալ աշխատել է այդ բուկլետները, բաժանել միջադեպից հետո որևէ խնդիր չի եղել։ Հաշվի առնելով, որ Լիաննան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների Լիաննան ձեզ ասել է նման բան, որ շարունակել Հիմա ձեր հարցին պատասխանում եմ, թողեք կամ ձեր հարցին պատասխանեմ, քանի որ ինքը առհասարակ վաղաշաբաթ խոշորացված համայնքում որպես այդպիսին ծանոթներ, ընկերներ չի ունեցել։ Եվ տվյալ գյուղին ի տարբերություն Լիաննա Ղարաբանյանի ծանոթ է եղել Գառնիկ Ղազարյանը, ու Գառնիկ Ղազարյանը այլ բան է պնդում։ Ու նաև Գառնիկ Ղազարյանը շրջել է գյուղում ի տարբերություն Լիաննա Ղարաբանյանի։ Այստեղ իրավիճակ է, որովհետև մարդը շրջել է գյուղում, հանդիպել է մարդկանց, որոնք հայոյել են։ Հետո մարդը վերադարձել է այնտեղ, Լիաննան, քանի որ Լեռնային Ղարաբաղից է եւ լավ չի պատկերացնում իրավիճակը կամ գուցե իր խնդիրն էլ չի դա պատկերացնել, Գառնիկ Ղազարյանը փոխանցել է Լիաննա Ղարաբանյանին առնվազն։ Կարծում եմ նա դա ասած պետք է լինի Լիաննան, որ մեքենաների կուտակում է նկատվել։ Մեքենաների կուտակում մարդկանց հետ առանձնազրույցներ, ձեր հարցի պատասխանն է։ Ձեր հարցին եմ գալիս։
դուք դա ձեր հիմա երևակայությունն եք ասում, թե ձեր ենթադրությունն ինչի մասին եք դուք խոսում։ Դուք տեղյակ եք, որ Լիաննա Ղարամանյանը դատարանում ցուցմունք ա տվել, որ ինքը պտտվել է գյուղում, բուկլետներ բաժանել, մարդիկ նույնիսկ գրավել են սուրճ խմելու, ինչ եք խոսում։ Դուք ձեզ ասել եք, որ ինքը չի պտտվել։ Ես առնվազն այդպես գիտեի, որ ինքը պետք է մինչև միջադեպը գուցե պտտված լինի, ես ասեցի, չէ, որ ախր մեր նախնական այդ շրջիկ շտաբերը ինչ սկզբունքով են աշխատում եւ աշխատել։ Երկու հոգի ապեցվել, մեկը շրջել է, մյուսը եկել, շրջելուց հետո եկել է, մյուսին հանգստանալ պետք, շրջողը հանգստանալու հնարավորություն ունեցել այդ սեղանի շուրջ նստելու, մյուսը դուրս է եկել էլի պտտ, նույն տրամաբանության մեջ։ Նույն տրամաբանության մեջ Լիաննա Ղարամանյանը, ասում է, երբ որ Գառնիկ Ղազարյանը ներսրտված եկավ նստեց այդ շրջիկ շտաբ, բայց ներսրտված եկավ, չէ։ Հա։ Ներսրտված եկավ նստեց շրջիկ շտաբ, ես չեմ բացառել։ Շարունակել է իր կողմից գործողություններ կատարվել, բուկլետներ բաժանել ու որևէ խնդիր չի նկատել։ Նախագահող դատավորի հարցին, թե կուտակումներ եք, որ մարդիկ էին հավաքված, այդ մարդկանցից նույնիսկ ժեստիկուլյացիա եղել է, որ դուք ընկալեք, որ ուղղված եղեք ձեզ, ասում եմ ոչ։ Ցուցմունք ա տվել, որ դուք ձեր շրջայցի մեքենաներով ընթացքում նույնիսկ կանգնել եք, կարող կոնկրետ դուք չեք ձեր, հա, այդ Շարասյան մեքենաներից բուկլետ են փոխանցել փողոցով անցնող մարդկանց, եղել է դրանք, թե ոչ։ Եղել։ Ավտոերթ եղել է, ավտոերթի ընթացքում մեքենայից բուկլետ գուցե տրվել է, ոչ թե գուցե վստահաբար տրված կլինի, որովհետև միայնակ չեմ եղել։ Քարոզարշավը արդեն բնույթն ու տրամաբանությունը փոխած այլ դրսևորմամբ ավտոերթի այլ դրսևորմամբ, ոչ այն դրսևորմամբ, որ պլանավորված է, որ ձեր կողմից այդ գյուղ գործուղված, պատվիրակված երկու անձի Գառնիկ Ղազարյանը եւ Լիաննա Ղարամանյանը, որևէ քաղաքացու, այդ թվում նաև Գառնիկ Ղազարյան, Համբարձում Ներսիսյանը, կոնկրետ ձեր կողմից քարոզ արշավ անցկացնելու վայր չի նշել, չի ասել, օրինակ գալիս է դպրոցի մոտ հանդիպում ա լինելու, դպրոցի դահլիճում հանդիպում ա լինելու, կլուբում գյուղի կներեք հանդիպում ա լինելու։ Տեղյակ եք թե ոչ։ Այսինքն հստակ հանդիպավայր չի եղել։ Չի նշել, Գառնիկ։ Չի նշել։ Գառնիկը չի նշել, որպես է դա հանդիպում։ Այո։ Դուք տեղյակ եք։ Դուք տեղյակ եք։ Այո։ Դուք տեղյակ եք դրանից։ Որ կոնկրետ ժամ չի նշվել։ Ժամ նշվել է, որ Առնվազն ես իբրև այդ շտաբը եւ այդ ցուցակը գլխավորող մարդ, ես հստակ ցուցումներով նրանց կցել եմ Ոսկեհատ գյուղում քարոզարշավ իրականացնելու եւ քարոզարշավի ու իմ պահանջների մեջ ա եղել նաեւ անպայման գյուղի բնակիչների տեղեկացնեմ, որ ես ժամը 4-ին այնտեղ եմ լինելու, որպեսզի հանդիպում լինի։ Հիմա որտեղ այնտեղ աշխատակիցը, գաղափարակիցը թերացել է Ոսկեհատ գյուղի կենտրոնում եւ առհասարակ Ոսկեհատ գյուղում։ Դե նմանաբար դες բաներ եք հավաքում։ Ին բանա չէ։ Հա, հիմա դուք քանի մեքենայով եք ժամանել Ոսկեհատ գյուղի 5-6 7 5-ից 7 5-ից 7 մեքենա մինիմում եկել եք ձեր շրջիկ շտաբի մոտ, չէ՞։ Մոտավոր է, չեմ ասում հստակ րոպեներով ասեք, քանի րոպե եք այդտեղ կանգնել, իջել, հետո որոշել, որ ինչ ֆորմատով եք անցկացնում։ 3-ից 4 առավելագույնը, որովհետև անգամ դա չի կանգնի, եթե չկանգնել եք, 3-ից կանգնել ենք 3-ից 4 րոպե, 5 րոպեի շրջակայքում, մինչև որ մեքենաներից իջած մեր ընկերներին տեղեկացրել ենք, որ հաշվի առնելով իրավիճակի առանձնահատկությունը պետք է իրականացնել ավտոերթ, ինչքան կտևի այդ մեքենայից իջնել, կանգնել, երևի թե մի բաժակ սուրճ խմել, պահիտակ ու նստել մեքենան, ինչքան կարող է պարզվի, եթե ասենք պարզվի, որ
3 չի, 4 չի, այլ օրինակ 15-20 րոպե տեղ կանգնած եք եղել։ 15-20 րոպե չեմ կարծում, եթե անգամ բացառում է, որովհետև հնարավոր է տեսակցությունների օրինակ կարա լինի, ամեն ինչ էլ կարա լինի, այնքան բաներ որվա հետ կապված չեմ հիշում, բացառում եք որ դա է շատ, այսինքն կարա եւ այդպես է լինի։ Այդ ընթացքում կլինի 5 րոպե, թե 20 րոպե, թե 25 րոպե, որը տեղ է եղել։ Որևէ ոչ իրավաչափ գործողություն այդ զրուցարանի ժողովրդի կողմից, յուղի հասարակության կողմից, ձեր ասած ենթադրյալ կուտակումների կողմից, ձեր նկատմամբ ոտնձգություն, ոտնձգության սպառնալիք, փորձ, ակնարկ եղել է թե ոչ, հայհոյանք, վիրավորական խոսք եղել է թե ոչ։ Հարցին միջև ըստ էության կամ եւ պատասխանը Ըստ էության ապօրինք է։ Այդ պահին եղել է թե ոչ։ այդ պահին ոչ։ Իսկ եթե միջև ձեր հարցից մի փոքր ետ գնամ, կներեք այդ դեպքում ես զրկված եմ իհարկե հարցեր տալու իրավունքից, բայց առնվազն բարձրաձայն մտածելու իրավունքից զրկված չեմ եւ պատասխան դատարանը պետքա որ թույլ տա։ Այդ հայոյանքն ու կշտամբանքը ինչի մասին է։ Տեսեք ուրեմն, հայոյան եղել է թե ոչ, դա հետո կորոշի։ Այս դատականության ավարտի։ Հիմա ձեզ հրամցրել են այդ գաղափարը, դուք անընդհատ կարճում եք դրանից։ Հիմա ես կոնկրետ ձեր տեսածն եմ փորձում դուք ասեք դատարանում։ Ձեր նկատմամբ, ձեր գործընկերների նկատմամբ, տեղում, որին դուք ականատես եք եղել։ Ոտնձգություն եղել է, ասում եք ոչ, հայոյանք եղել է ոչ, բռնության սպառնալիք Չի եղել ասեմ այո, չի եղել։ Չի եղել, բայց միջև դա եղել է հայոյանք։ Դուք համոզվում եք։ Որից հետո Դուք համոզվում եք։ Դե առնվազն Գառնիկ Ղազարյանը դրա մասին Հիմա Գառնիկ Ղազարյանը այն բաներն է ասել, որում այդքան էլ համոզված չէ։ Ով։ Ես քիչ առաջ ես հարցեր տվեցի։ Կարող է չհիշեմ, բայց համոզվածության մեջ ես այդքան էլ եմ։ Դա այդ հարցն է։ Այս միջադեպ, հա, կոչվածի վերաբերյալ է 2 րոպե երբ որ Գառնիկ Ղազարյանը հանդիպել է Համբարձում Ներսիսյանին, Համբարձում Ներսիսյանի տան դիմաց։ Պարոն Զորաբյանը իր Facebook-յան պաշտոնական էջով, ես Աստղան Էմի Խաչատրյանս իմ Facebook-յան էջով տեսակցություն ենք։ Անձայն։ Տեսակցություն, Տեսաձայնագրություն չէ։ տեսակցություն ենք։ Ընդգծենք։ Տեսակցություն ենք, հա, տեղադրել։ Ծանոթացել եք տեսակցությանը։ Երբ ուզեք, դնելուց հետո Մամուլով աչքովս առնվազն ընկել։ Այսինքն դուք այդ ձեր գործի, ձեր անձի հետ կապված տեսանյութը ուսումնասիրել եք թե ոչ։ Նայեք 2.5 րոպե, 2.5 րոպե առանձնապես 3 քաղաքացու հանդիպում է, որտեղ ձայնը չկա։ Շատ Քաղաքացիներից երկուսը կամ հայոյել է կամ չի հայոյել, մեկը պնդում է, որ հայոյել է, ու ինձ հիմակիցն է պնդում։ Շատ իսկ տեսակցության բովանդակությունը տեսել եք, բացի ձայնը, որ չեք լսել։ Որ հանդիպել են։ Այո։ Ինչա՞ տեսակցել են Գառնիկ Ղազարյանը։ Ձեզ չի ելել։ Հա, Ձեզի մասին խոսքը չկա։ Այսինքն դուք ուսումնասիրել եք այդ տեսանյութը։ Դե առնվազն Տեսել եք, որ առնվազն չեն Առնվազն ձեզ չկա։ Բարև են իրար ձեռքով, տեսել եք։ Բարևում էին ոնց որ։ Իսկ բուկլե Գառնիկ Ղազարյանի կողմից առհասարակ ձեռքին որի գրպանից հանի, Համբարձում Ներսիսյանին տրամադրի, նման բան տեսել եք այդ տեսակցության մեջ։ Դեվագի մեջ չեմ խորացել անկեղծ։ Տվել է, չի տվել։ Դրելա դրանը, հետո եկել դրա պատասխանը տա, թե ինչի է դրել դրանը։ Չէ, քիչ առաջ դուք ասում էիք բուկլետի հետ հակամարտության մեջ մտնել, sense ամպագորգոր բաներ Բա այդ դեպքում Հիմա ես ես հարց եմ տալի, տեսակցությունը ուսումնասիրելիս դուք տեսել եք, որ Գառնիկ Ղազարյանը ով ցուցմունք է տվել դատարանում, որ ինքը Գառնիկ Ղազարյանը շարժում է անում, չեմ կարծում, չեմ ֆիքսել, այդքան որակը լավը չի կամերայի, որ տենամ դա իմ բուկլետն է, թե ունենանք այստեղ մեծ էկրան ունենք, լավ է որակի տեսանյութ ունենք։ Ուղղակի ես ձեր
մտածած եմ ուզում հասկանալ, ձեր տեսածն եմ ուզում հասկանալ, կարող եք վերարտել։ Դուք տեսել եք Գարնիկ Ղազարյանի ձեռքի բուկլետ վինիրի ու ինքը բուկլետը տրամադրի Համբարձում Ներսիսյանին։ Ես արդեն պատասխանեցի։ Չեք տեսել։ Կամ շարժում տեսել եմ, բայց կոնկրետ բուկլետը որպես այդպեսին դուք էլ չեք կարող տեսնել, եթե։ Ես համոզված եմ, որ բուկլետ չի տվել։ Եթե ինձ եք ուզում ասեք, ես Որտեղից հայոյելու հայտնի թեզը որտեղից վերցրեց Գարնիկ Ղազարյանը։ Պատվարժան դատարան վկանա, չասում որ դուք եք ինձ չասում, ես հարց իրեն չեմ տալու հարց։ Այ եթե պարզվի որ Գարնիկ Ղազարյանի, օրինակ դիտենք տեսանյութը, դատարանը տեսնի, մենք էլ հանրային մեղադրողներն դուք բախտը ձեզ չի վիճակվի, կարող եք դատի ստեղ չլինեք, դատական նիստի։ Համոզվենք, որ Գարնիկ Ղազարյանը ունենք բուկլետ չի տվել, Համբարձում Ներսիսյանի։ Առնվազն այդ դրվագով ստում, հա։ Եթե չի տվել, եթե պարզվի, որ չի տվել։ Գարնիկ Ղազարյանի փոխարեն ես չեմ պատասխանելու, բայց առնվազն հայոյանքի թեզը, որ Գարնիկ Ղազարյանը բերում, դա ութից չի վերցնում։ Եթե ես դες ասեմ այս սառնարանն է, ուրեմն ստում եմ, չէ՞։ Իհարկե, ես պայնում եմ դա ասեք։ Եթե հիմա Գարնիկ Ղազարյանը մենք նայում ենք տեսագրությունը մեծ էկրանի, բավականին լավ որակով, ու երևում է, որ Գարնիկ Ղազարյանի ձեռքին բուկլետ չկա։ Բուկլետ չկա։ Տեսնենք տեսանյութով մենք բոլորս դրա մասին Այս մարդը վաղ չի վիճակվի ախր այդ պրոցեսի։ Այդ տեսակցությունը ես չի, որ ես չեմ էլ տեսել։ Տեսել է, ասում եմ շարժում եղել է, չգիտեմ Գարնիկը դրել է դրանը, այդպես է փոխանցել է, չէ՞ փոխանցման։ Դրան վրա թողնել է։ Գարնիկ Ղազարյանը փոխանցել է դատարանում, եթերելով պետք չի, դատարանում մարդը հստակ ցուցմունք է տալիս, հստակ։ Ասում է ես ծոցա Գերմանիից ոչոք պատասխան տեսեք ինչքան մանրամասն է տալիս ցուցմունքը։ Չի ասում հետևի այդ ծոցագրպանի պատկերը, որ դուք ասում եք ծոցագրպանից, Գարնիկ Ղազարյանը ողջ կարոզարշավի ընթացքում ես ես հավաստիացնում եմ 50 հատով, 100 հատով իր ծոցագրպանում իմ նախընտրական բուկլետներից ունեցել է ու մի 100 անգամ էլ ես տեսել եմ մարդկանց ինքը ոնց է քարոզարշավից դուրս օրվա ավարտին դուրս գալիս գիշերով իր շրջապատում վարի տաքանա դրա ամեն ինչ կար։ Ես ասում եմ, որ Գարնիկ Ղազարյանը ցուցմունք է տվել դատարանում, որ ես հանդիպեցի Համբարձում Ներսիսյանի, այդ շարժումը ձեր ասած արեցի, բարևեցի, երկու ծոցա գրպանից անեցի, տվեցի, ինքը ուսումնասիրեց ու հայոյեց։ Ձայնը թողենք հայոյան եղել է թե ոչ։ Այդ գործողությունները դուք տեսել եք, ասում ուսումնասիրել, թե ոչ։ Թե չեք կարող ասել։ Չեմ կարող ասել, կարող ենք նայել, կարող ենք ուսումնասիրել, կարող ենք դետալների մեջ խորանալ, Գարնիկ Ղազարյանին հերթական անգամ լսել, ինքը դռան վրա է դրել, թե անգամ փոխանցել է, որտեղից եկավ այդ հայոյանքի թեզը։ Հարցումը կա, այդ դուք ձեր ցուցմունքով ասացիք, որ պետք է որ տեսադրություններ եղածին երկարացում։ Գործունեությունից ամոթացել եք։ Բացարձակ։ Որտեղից ստացիք ինտերակցիոնից որ Արտավազն ես ենթադրում եմ, եթե ինչ-որ մի դեպքի վերաբերյալ ահազանգ է լինում ոստիկանություն կամ ոստիկանությունը սկսում է զբաղվել այդ միջադեպով կամ ոստիկանության տիրույթում է գտնվում եւ իրավապահների տիրույթում է գտնվում, նաեւ եթե չեմ սխալվում Հայաստանի Հանրապետության ներս Հայաստանի Հանրապետությունում նաեւ օրենսդրորեն է դա ամրագրված, որ արտաքին տեսահանկարանող սարքերին ունի հասանելիություն իրավապահ մարմինները, ուրեմն հասանելիություն, ես ենթադրում եմ, որ իրավապահ մարմինների ձեռքում կլինի դա։ Ես այդպիսի ենթադրություն առնվազն ունեմ, որ իրենց մոտ գուցե լինի։ իսկ այդ դուք մանրամասն ներկայացրեցիք եւ եկել եք այնտեղ քարոզարշավը տեղի ունեցել եւ այլ եւ այլ։ Գևորգ Ներսիսյանին անձամբ տեսել եք այնտեղ։ Ոչ, ես չեմ տեսել։ Իսկ Համբարձում Ներսիսյանին Չեմ տեսել։ Գևորգ դա լավ չէ։ Որովհետև չեմ ճան, որ տեսնեի էլ իրենց որ տեսնեի։ Հիմա արդեն ճանաչեցիք։ Հիմա նոր այսօր ճանաչեցի, որ տեսնեի։ Կարող եմ Ես չեմ կամերել այնտեղ տեսել եք թե ոչ։ Առնվազն չեմ կարող։ Իսկ Գևորգ Ներսիսյանը կամ Համբարձում Ներսիսյանը կամ նա ինչ-որ մի հատ անձ ձեր հասցեին, ձեր հետ եկած անձանց, այդ ռոսպեկտ ձեր մարդկանց հետ։ Ասած հարցորդների անգամ տվեցին։ Ես դուք ասեմ ինչի համար ես ասում։
էլի, չէ, ուղիղ հարցնենք, դու ասի չէ, Էլ հարցը տվել է, կարող եք մեջ դրել պատասխանը եւ ձեզ այլ հարցը ձևակերպել։ Հասկացա, չէ, եթե դրանց պատասխանը լավ չէ։ Իսկ մենք կուզեի նյարդել հարցների բանի հետ կապված։ Այդ գյուղում ասացիք մեքենայով եք, չէ, քարոզարշավը։ Իսկ եղել է դեպք, որ այս նախընտրական քարոզարշավի ժամանակ այլ գյուղերում ևս իրականացնել ավտոերթով քարոզարշավ։ Բացի նշված Ավտոերթով հասել ենք գյուղ, բայց գյուղի ներսում ավտոերթ չի եղել փողոցներում, այնպես ինչպես ոսկեհատում։ Չէ, ուրիշ գյուղերում եղել է, որ ավտոյի միայն իրականացնել քարոզարշավը ավտոերթ։ Չի եղել։ Չէ։ Գյուղ գնացել ենք մեքենաներով, մեքենաները կահավորված են եղել նախընտրական լոզունգներով եւ նախընտրական նկարներով, դա եթե կդիտարկեք դուք այդտեղ ավտոերթ եւ ավտոերթ։ Դե ես պատասխանում եմ, դուք էլ պատասխանից արդեն բխեցնեք ձեր հարցը պատասխանացավ թե ոչ։ Ես Գյուղ գնացել, գյուղում արդեն մարդկանց հետ անմիջական շփվել փողոց առ փողոց։ Մենակ ոսկեհատումը, որ ավտոերթով եք իրականացել։ Ճիշտ եմ ասում։ Այո։ Հիշում եք Գարնիկ Ղազարյանի քիչ առաջ վկայակոչում էին ցուցմունքը։ Հիշում։ Գարնիկ Ղազարյանը գտանում ցուցմունք որ բացի ոսկեհատից ավտոերթով իրականացրել եք նաև այլ գյուղերում ևս։ Դե ես ասեցի, չէ։ Հիմա դուք դա այդպես չդիտարկեցիք, Գարնիկ Ղազարյանն այդպես է դիտարկել, որ մեքենան նստել, դրոշը դնել մեքենայի վրա, նախընտրական նկարը այդ մեքենայի բանից տանիքից փակցնել տանիքին, մտնել գյուղ, դա Գարնիկ Ղազարյանի պատկերացումներով ավտոերթ է։ Ինչ գիտեք Գարնիկ Ղազարյանի Գուցե։ Բայց դու Գարնիկ Ղազարյանի արձագանքության ներկայացնեք։ Ես դրա համար գուցեով եմ ասում, գուցե մայրպես եմ ենթադրում։ Ես դրա համար ձեր հարցին պատասխանելիս ես նաև ձեզ համար ասում, դուք էլ ենթադրեք, ինչ ենթադրեք։ Եթե ձեզ հարմար է, որ ավտոերթ է եղել, ենթադրեք, որ ավտոերթ է եղել։ Եթե հստակ դատանում բարդ ասել, որ բացի ոսկեհատից այլ գյուղում ևս իրականացվել է միայն ավտոերթով քարոզարշավ։ Հիմա ստում է թե չի ստում։ կարող է ավելի լավ է հիշում, քան ես։ Դրա մասին Կարող է իր պատկերացումներն այլ են, քան իմն ու ձերը։ Ես ասեցի, այն ինչ որ կա։ Ես ասեցի, այն ինչ որ կա։ Վկայ է, ես փաստաբան, ես հարցը։ Ես ասեցի, այն ինչ որ կա։ Դրա մասին նաև խոսել է Դիանա Ղարամանյանը, ով իդե հիմա ուղղակի որպեսի դատարանի հորդորը լսեմ, այդ մասով հարցն կա, ով իդե ասել է, որ ձեր գաղափարակից ընկել չի, ուղղակի դա իր համար վճարովի աշխատանք է եղել, ես հատուկ ես եմ հարցրել դրա մասին, իսկ քիչ առաջ դատարանում դες ասեցին, որ վստահաբար նրան չի վճարվել, դա թողին մի կողմ, ես էլ եմ համարում էական չի, դες փոքր բաներում, որ ճիշտ չեք ասում, դա ես դες չեմ դիտարկում, հիմա տեսեք։ Չի կարող այնպես լինի, որ ես տեղյակ չլինեմ։ Դե հիմա մարդն ասում է, դա իմ աշխատանքն է եղել, ես ոչ կուսակցության անդամ եմ, ոչ գաղափարակից ընկեր, ինձ վճարվել է դրա համար, դուք հիմա ասում եք վստահաբար նման բան չի եղել։ Դրա համար ես ասում ես այդ կողմ չեմ տանում, բայց Դիանա Ղարամանյանը դատարանում ցուցմունք է տվել, որ այլ համայնքներում եք դուք ավտոերթով, մենակ Գարնիկ Ղազարյանը չի դրա մասին ասել, այլ Դիանա Ղարամանյանը, որ ավտոերթով քարոզարշավ է իրականացրել, այսինքն դիտարկում է, որ դա էլ է քարոզարշավ իրականացնելու մի ձև, դրոշներով, ռուտերով, ծրագրի, այսինքն փորձված ձև է, այսինքն դուք այդպիսի քարոզարշավ նաև որոշեցիք անցկացնել ոսկեհատում։ մենք նախադեպը առնվազն եղավ, որ պետքա ոսկեհատում այդպիսի բան իրականացնենք, որովհետև մեր պալանները ձախով են։ Քարոզարշավի նման տեսակ։ Քարոզարշավի տեսակ է դա, տեսակներից մեկն է, արդյունավետությունը կարելի է քննարկել այլ արտաքներում, բայց տեսակ է։ Հարգելի ժողովուրդ, այրողություն, շնորհակալ եմ 10:00-ին